Բարև ձեզ ընկերներ, խաղաղություն ձեզ։ Մի հատ հետաքրքիրելի թեմայից եմ խոսում բաժանությունների եդի մասով, հա։ Երեք մի հատ ընկեր ունեի, աղջիկ էր։ Ամուսնացած են, շատ լավ իրականում զույգեր են։ Եկել էր իրականում բողոքում էր ամուսնուց, որ ուզում է գնա, չգիտեմ, այդ գիշերային ակումբներ եւ այլն խմելու, ծխելու, շնության մեջ եւ այլն։ Գիտես ինչն է հետաքրքիր։ Նեղվելու է այդ փաստը։ Ես այդտեղուն չեմ կարող արդարացնեմ, որովհետեւ դրա մեջ բարի ինչ-որ նշոլ չկա։ Բայց գիտես զարմանում եմ այն տղերքի վրա, որ գնում են ուրիշի մեր մարմնին նայում են, դա իրանց համար երջանկություն է։ Այդ մարդիկ ամենաողորմելի մարդիկ են այս աշխարհի վրա, ճշմարտություն եմ ձեզ ասում։ Այդ կանայք իրանց նեղ տեղից դուրս են եկել, իրանց ունեցած մարմինը վաճառում են։ Ինչ որ մեկն էլ մտածել է, որ կարա դա շահույթ սարքի, որովհետև ողորմելի մարդիկ շատ կան, որ այտենց գնում են ու ուրիշներին այտենց մեր մարմիններին են նայում ու երջանկանում են։ Զարմանում եմ, անկերներ, զարմանում եմ։ Իրականում կայացած տղամարդը լավ տղեն, դա չի անի, ընկերներ, դա չի անի, մանավանդ ամուսնացածը, դա ոնց ձեզ ասեմ, այն որ Աստված քեզ թույլ է տվել, որ մեր կնոջը նայես, մենակ քո կնոջը, ոչ թե տենց ինչքան աղջիկ կա, տենց ցանկանաս ու նայես, գիտես, ես զարմանում եմ, որ դուք դրանով պարծենում եք, տղերք, հետո ասում եք մենք լավ տղա ենք, հետո ասում եք ախպեր, մենք ճիշտը հարգող սիրող տղա ենք, դրա ճիշտը որն է, որ մեկ իր նեղությունից իր մարմինը ծախում է, դուք է գնում եք, նայում եք, ձեռ եք տալի, պրիտոմ ձեր կնանիք էլ այնտեղ նեղվում են։ Դրա ճշմարտությունը որտեղ է, տղերք։ Չէ՞ որ ախպեր խոսք եք ձեր կնգան տվե, քանայի մոտ եք խոսք տվե ու այնտեղ հաստատ գիտեմ այդ եկեղեցում մի 20-30 հոգի եթե ոչ ավել կանգնած եք։ Տղամարդավարի Աստծո առաջ ասել եք, երթվում եմ ես, որ այս մարդու հետ եմ, իրան չեմ նեղացնի, իրան չեմ ցավացնի, բացի այդ Աստվածաշնչում էլ գրած է։ Զարմանում եմ այ ախպեր, եթե դուք խափելով խափում եք Աստծուն, քահանային ու ժողովրդին ու ձեր կնգան։ Ապե որտե կարաք ձեր լավ տղությունը ցույց տաք, որտե է, եթե դուք միտեք թերանում եք, հասկանում ես, հետո եք խմում եք, որ ասենք, չգիտեմ, բավարար եք ձեզ, հա, հասկանում եք, հետո այդ բարձենում եք, որ դա ասենք, դա պետքա պետք է անենք։ Ուզում եմ հասկանամ, ընկերներ, այդ ճիշտը ուր է ցածանվում։ Որ մեկը կարա այդ ճիշտը ոնց որ այդպեսին հիմնավորի, պատկերացիք, չկա դա ճիշտ, ընկերներ։ Որ մեկը դել ցանկանա այդ ճիշտ ուզենա տենց արդարացնի իրան, չարա ու սուտը իրանից է դուրս գալի, ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Ու դուք կայացած տղամարդիկ եք ձեզ համարում, ընկերներ, ու դուք երեխեք ունեք։ Զարմանում եմ, որ ասենց, գիտես, սիրտս տարակում է, էլի այսպես նայում եմ, ես էլ էի դրա մեջ, ընկերներ, ես էլ էի բռնված։ Բայց մեծ ցավի մեջով անցա, հա, երբ որ այդ ամեն ինչը փոխվեց, հասկացա, որ ես մի չարիքի մեջ բռնված ողորմելի կերպար էի, ասես խիղճս հիմա որ հիշում եմ իրականում ես ով եմ եղել, խիղճս տալի զզվում է ինձնից, գիտես, բայց պարծանք ունեի, անի ես լավ տղա եմ։ Ասում էի, տենց է, էլի ճիշտ տղա եմ։ Բայց դա ոնց կարա դա ճիշտ տղա լինի։ Աստվածաշնչի մեջ վայ այդ մարդուն ասում, վայ այդ մարդուն, ասենք ոնց ասեմ, զզվելի այդ մարդուն Աստծո աշկերին։ Ասենք ոնց ասեմ, էլ չգիտեմ էլ ոնց բացատրեմ։ Ընկերներ, հետ կանգնեք այդ ցանկություններին։ Այն ձեր չար ընկերները, որ ասում է չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը, դա ճշմարտություն է, որ դուք տուն տեղ ունեք, բայց չար ձեր ընկերները ձեր ուղեղը լավացել են, որ չգիտեմ, ասենք այդ լևի գնալը կամ սիրած ունենալը բարի է։ Դրանք սատանայից են ախպեր, դրանց մեջ բարի բան չկա, դրանց հետ սկի հաց մի կիսեք, պատկերացիք, դրանք ոնց ասեմ, դրանք կործանման են տանելու ձեզ։ Ձեր տունը, ձեր տեղը, ձեր օրտնությունը, ձեր երեխեքը անեծքի տակ են ընկնելու դրանց խաթր։ Դրանց հետ մի նստեք, ընկերներ, մի նստեք։ Փորձեք դուք իրանց ուղեք։ Բարի ասեք ախպեր, դա չար է, դա սխալ է, որ ասեմ որտեղից է դա գալիս, ասեք Աստվածաշնչից է դա գալիս, բայց հետները մի ընկերացեք, ընկերներ։ Ես զարմանում եմ ձեր վրա, ընկերներ, ախր փոքր էլ չեք, ասենք 30-40 տարեկան տղամարդ եք, որ ձեր կյանքի որ ասում եմ մեծ մասն ապրել եք, բայց հələ չեք հասկացել, որ ուրիշի մեր կրծքերը ձեզ պետք է երջանկացնեն։ Եթե դրանք ձեզ երջանկացնում են, ուրեմն ձեր մոտ մի բան փչացած ընկերներ։ Ուղեղի մեջ մի բան չի ձևավորվել։ Գնացեք դեպի Աստծուն, ընկերներ, գնացեք, ասեք իմ Աստված փչացել է ուղեղս, նայում եմ մեկի մեր մարմնին, բանը հաճույք եմ ստանում, ասենք ինչ որ ուրիշ կնոջ սարքի էդի մեջս, հաստատ հավատացած եմ, որ Աստված կսարքի, եթե գնաք Աստծո մոտ խնդրեք, բայց դուք չեք այդում, ընկերներ, դուք չեք ընտրում, նախընտրում եք խմելը, ծխելը, պոռնկություն անելը, քան իրականում ձեր կնոջը չնեղացնելը, ընտանիքին նվիրվելը եւ այլն, իսկ լրիվ հակառակ կողմով եք անում։ Ինչա որ այդ սատանան ձեր սրտին դրել է, որ ինչքան չար բան կա այս երկրի վրա անեք, ու համոզել է ձեր կարճ ուղեղին, որ դա բարի է, ընկերներ, դա ճիշտ է։ Որտեղից է ձեր ճիշտը ծնվում ու վերջանում, ընկերներ, եթե Աստվածաշնչից պետք է ճիշտը ծնվի։ Զարմանալով զարմանում եմ, ու դուք կանգնում ասում եք մենք լավ տղերք ենք, ախպեր։ Ես զարմանում եմ, ախպեր։ Քրիստոսն է կարող ասի լավ տղա եմ, դուք եք կարող ասեք լավ տղա եմ։
Որ դուք եք այդ լավ տղությունը վերցրել, եթե այդ պողնեկության մեջ եք թաթախված ու ձեր երթումը Աստծո ու կնոջ ու քահանայի ու ժողովրդի առաջ զանց եք անում։ Ոնց կարաք դու ճշտից խոսակ, դուք ճիշտը չգիտեք որտեղից է սկսում։ Ընկերներ, բայց ես ապաշխար եք, այդպես տղամարդկանց եմ ասում, որովհետև այս երկիրը կործանվում է ձեր մեղքերի համար, ճշմարտությունով ասում եմ։ Ոչ թե մի մեղադրեք իշխանավորներին եւ այլն, այլ ձեր տղծության համար այս երկիրը մատնվում է ծախվելու, ստրկանալու, վաղվելու, չգիտեմ, պատերազմների ու մնացածի։ Այ իսկ ձեր պատճառով։ Դրա համար ապաշխար եք, ընկերներ, ապաշխար եք։ Ես իրականում չեմ դատում։ Դատողը մեկ Աստվածա, որ իր դատը արդեն արել է, բայց հետ կանգնեք, ընկերներ, կոչ եմ անում ձեզ, որպես ձեզ աղբեր, որպես ձեր ընտանիքը սիրող մարդ, ճիշտ է, չեմ էլ ճանաչում շատերի ընտանիքները, բայց կոչ եմ անում, որովհետև որ ընկնեք այդ անդունդից, բայց ձեզ առակած գրքում գրած ասում է այդպես մարդը նման է, որ ասենք չգիտեմ, ինքը իրան տանում է բանդ, ոնց ասեմ, ասենք ծիտը, որ այդ հիմա բռնվելու, այդտենց ասում է, այդտենց հիմար է այդ մարդը։ Փոխվեք, ընկերներ, փոխվեք, խնդրանքս դա է։ Բարկությունը իրականում բորբոքվում է, որ իրականում ձեր անտիր կանանց թողած գնացել եք, չգիտեմ, փշերին եք նայում, կոպիտ եմ ասում։ Փոխվեք, ընկերներ, կոչ եմ անում, որ փոխվեք։ Մի գնացեք այդ ճանապարհով, շատ չար է ճանապարհը։ Ձեր երեխեքն են անեծքը ժառանգում, գոնե ձեր երեխեքի սիրո համար, հələ կնգալ չեմ ասում։ Եթե իրապես սիրում եք այդ երեխեքին, հետ կանգնեք այդ ճանապարհից։ Գնացեք դեպի Աստծուն, Աստված կբժշկի, կփոխի, կվերականգնի, Աստված այն ինչը որ վայելա լավ տղուն կդնի ձեր սատի մեջ, որ բացի էլ որ դուք չեք ընկնի, մնացած ընկածներին էլ կկանգնացնեք, կասեք ոչինչ աղբեր, ես էլ եմ քո օրինել եմ, տես դասվել եմ, իմ ընտանիքն էլ ամուր է։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ, սրտից ցավից եմ իրականում նեղված խոսում, պատկերացրեք, որովհետև շատ երեխան որ այդ պիղծությունը արդարացնում են։ Վայ դրանց։ Աստծո սաղ բարկությունը դրա վրա է մնում, այդ մարդկանց վրա է մնում, վայ այդ գյադեքին, վայ։ Էս է ուզում ասել, ընկերներ, օրդելով օրդնում եմ, նրանց իրականում որոնք որ ապաշխարելու սիրտ ունեն, այդ չար ճանապարհներից հետ կկանգնեն։ Օրդնված լինեք Հիսուս Քրիստոսի անունով, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։